ինչու այս ամենը տեղի ունեցավ, դրա երկու պատճառ կա։ Առաջին այն է, որ Դավիթ Համբարձումյանը երկու անգամ ԿՊ-ին հաղթել է։ Եվ դա իրենք չեն ներում։ Հաղթել է եւ բացի հաղթելուց անկախ իր բոլոր հարազատների, ազգականների նկատմամբ ճնշումներից, հետապնդումներից, ապօրինություններից, անկախ այդ բոլորից ինքը պայքարել է ու հաղթել է ԿՊ-ին։ 1. Երկրորդ, հաղթելուց հետո մնացել է աներեր։ Շարունակել է պահպանել իր մոտեցումները հանուն իր համայնքի, հանուն մեր երկրի, շենացրել է իր համայնքը, եղել է լավագույն համայնքապետերից մեկը ամբողջ Հայաստանում եւ շարունակել է խիստ հստակ ընդդիմադիր կեցվածք ունենալ։ Այս պատճառներին գումարվեց նաեւ այն փաստը, որ Դավիթ Համբարձումյանը ունեցավ այդ համարձակությունը, քաջ գիտակցելով թե ինչ է իրեն սպասում, համաձայնելու լինել պատիվ ունեմ խմբակցության իմպիչմենտի թեկնածուն, հետո նաեւ մյուս ընդդիմադիր խմբակցությունը միացավ այդ գործընթացին։ ԿՊ-ն վախենում է ուժեղ մարդկանցից։ Հետևաբար ԿՊ-ն վախենում է նաեւ Դավիթից։